Ինչպես եւ խոստացել էինք երաժշտությունից անմիջապես հետո շտապենք արդեն ներկայացնել մեր հյուրերին, որովհետեւ առավոտից խոսում ենք մանկական Եվրատեսիլի նոր տեսահոլովակի երգի մասին, բայց մանրամասները հենց հիմա։ Մեր տաղավարում են մեր այս տարվա մանկական Եվրատեսիլի 2025-ի երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Արմենякյանը, ողջույն Ալբերտ։ Ողջույն։ Ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգչուհի Ալբերտի վոկալի ուսուցչուհին Զարուհի Բաբայանը, ողջույն։ Ողջույն։ Եվ երգահան, երաժշտական պրոդյուսեր ու այս տարվա մանկական Եվրատեսիլի մեր երգի հեղինակ Լիլիթ Նավասարդյանը, ողջույն։ Ծափահարություններ էստեղ։ Վաղուց չենք տեսնվել։ Սուտ, Դավիթ։ Մի քանի ժամ առաջ։ Հատկապես 3։ Ես առաջարկում եմ, մենք շատ ենք այսօր եթերի ընթացքում իրականում արդեն հասցրել խոսել ու մեր հեռուստադիտողներին պատմել երեկվա մասին, բայց նախ դուք ասեք, ինչպես եք արթնացել, ինչ տրամադրությամբ եք այսօր արթնացել։ Ալբերտ, քեզանից կսկսենք, հետո կհասնենք։ Պատմիքո էմոցիաների մասին։ Շատ լավ տրամադրությամբ եմ արթնացել, գուցե մի փոքր հոգնած, բայց երեք շատ լավ էմոցիաներ եմ ստացել, անմոռանալի եւ աննկարագրելի։ Այդ էմոցիաները ոչ մի բանի հետ չեմ փոխի հաստատ։ Շատ հետաքրքիր անցավ երեք, շատ լավ երեկո էր, բազմաթիվ հյուրեր էին եկել, որպեսզի միասին դիտենք երգս եւ տեսահոլովակս։ Մենք խոսենք դեռ իհարկե պրեմիերայի մասին երեկվա, բայց ես առաջարկում եմ մենք խոսել ենք, պատմել ենք ինչպես է Ալբերտը ընտրվել, չէ՞, արդեն հասցրել ենք այդ մասին։ Խոսել, բայց ես առաջարկում եմ, քանի որ հնարավորություն ունենք Լիլիթի հետ Նավասարդյան հիմա ուղիղ եթերում զրուցելու, մեր հարցը ուղղենք Լիլիթին եւ խնդրենք, որպեսզի նա պատմի, քանի որ մենք արդեն Մանեի հետ միասին գիտենք այս պատմությունը, բայց դուք դեռ չգիտեք, սիրելի հեռուստադիտողներ, ինչպես ծնվեց երգը։ Ես հատուկ շեշտում եմ եւս մեկ անգամ, որ ծնվեց, ոչ թե գրվեց։ Ես բալադներ շատ եմ սիրում, նկատած կլինեք հնարավոր է։ Ինձ առաջարկվեց ստեղծել ինչ-որ մի երգ Ալբերտի համար, որտեվ կային էլի տեսադաշտում երեխաներ, ովքեր լավ արդյունքներ էին ցույց տվել, բայց շատ իմ սրտով էր Դավիթն էլ ինձ քանի որ մոտիկից գիտի։ Շատ լավ գիտի ում համար ինչ պետք է խնդրել։ Միգուցե դու Ալբերտի համար ինչ-որ մի բան մտածես, այսպես Ալբերտի համար մեծ սիրով ինչ-որ մի բան կմտածեմ։ Ու ինձ շատ ոգեշնչել էր ընդհանրապես իր ձայնի տեմբրը, գույնը, հզորությունը, ինչպես այնքը հնչում, ուսումնասիրելով իր ամբողջ պաշարը, բոլոր լավ կողմերը։ Եկա սրան, ու տենց այսպես իսկապես ծնվել է, որովհետև ասենց մի շնչով իրականություն է դարձել։ Ու Ալբերտն էլ իհարկե այդ դեմոյի ձայնագրության ժամանակ արդեն որ եկավ, իմ սպասելիքները ուղղակի ոչ միայն արդարացան, այլև ստացա ավելի շատ էմոցիաներ, քան սպասում էի իրենից ստանալ, 12 տարեկան այս երեխան ընդամենը։ Ու ինքը այնքան սենց նուրբ էր զգում ամեն ինչը, որ երգը հաճելիորեն զարմացրեց ինձ։ Այդ էներգիայի արդյունքում ստեղծվեց երգը, բայց իական հետաքրքիր է Զարուհի նաև ձեր աշխատանքը Ալբերտի հետ, որովհետև ամենակարևորն է երբեմն բացահայտել այս ձայները, գտնել, աշխատել ձայների հետ եւ արդեն դարձնել ոչ միայն ձերը, այլ նաև հանրության, ինչպես եղավ Ալբերտի դեպքում, ինչպես եք անցել այս ճանապարհը միասին։ Նախ ես անչափ ուրախ եմ եւ ուզում եմ բոլորիս շնորհավորել, որովհետեւ ծնվեց մի բան, որը որ կարծում եմ կունենա շատ երկար կյանք։ Այս համատեղ եւ շատ լուրջ աշխատանքի արդյունքում մենք ունեցանք մի բան, որը կարող ենք պատվով ներկայացնել եւ ես ուզում եմ ասել ոչ միայն արթնացել եմ լավ տրամադրությամբ, այլ նաեւ քնել եմ այդ տրամադրությամբ, որովհետեւ երեք մենք ունեցանք փակ դիտում մենք բոլորը շատ ոգևորված էինք եւ տպավորված եւ սպասում էինք թե երբ պիտի տեսահոլովակը արդեն հայտնվի համացանցում եւ այդ արձագանքները արդեն կրկնակի ունենանք, ստանանք եւ ես գնացել եմ տուն շատ ոգևորված, շատ հուզված, շատ տպավորված եւ տան անդամները բոլորը ու ժամին արդեն YouTube-ով մենք կարողացել ենք տեսնել տեսահոլովակը ու այդ էմոցիաներով ես քնել եմ։ Եվ այսօր անչափ ուրախ եմ, որովհետև երբ 4 տարի առաջ մենք Ալբերտի հետ սկսեցինք աշխատել, չգիտեմ, մի տեսակ այսպիսի շատ ջերմ հարաբերություններ ստեղծվեցին, ես սիրեցի իրեն, ինքը սիրեց ինձ, երևի։
Եվ հենց առաջին տարվանից մենք սկսեցինք փորձել մեր ուժերը եւ սկսեցինք մասնակցել տարբեր մրցույթների, սկսեցինք իհարկե այտենց մի քիչ ավելի թեթև, մի քիչ ավելի այսպեսի մրցույթներից, որոնք որ դեռ համաշխարհային ճանաչում չունեն, որպեսզի հասկանանք ինչքանով Ալբերտը կարող է իրեն պրոֆեսիոնալ բեմում զգալ ներկայացնել եւ իզարմանս թե ինձ թե բոլորիս մենք առաջին տարվանից մասնակցել ենք գրեթե տարին 2-3 անգամ մասնակցել ենք մրցույթների գնալով որակը եւ նրանց դիրքը համաշխարհային երաժշտական այսպիսի ասպարեզում բարձրացրել ենք եւ մենք միշտ գրանցել ենք լավագույն արդյունքները կամ առաջին տեղ կամ Grand Prix դարձել էր արդեն սովորություն հակերտ ասած միակ մրցույթը որը 3 տարի անընդմեջ չէր ստացվում դա եվրատեսիլներ բայց երրորդ տարին դեպի եվրատեսիլները որովհետեւ այո Ալբերտը նախկինում 3 տարի շարունակ նախընտրական փուլերին մասնակցում էր մանկական եվրատեսիլի չէր ընտրվում չեմ ասում ցավոք որովհետեւ ես կարծում եմ բոլորս եկել ենք այդ ընկալմանը որ իսկապես ամեն ինչ տեղի ունենում ճիշտ պահին եւ ճիշտ ժամանակին եւ երևի թե հենց այսպես էլ պետք է ամեն ինչ լիներ այդպես էլ ասում եմ եւ ճիշտ է 2 տարի անընդմեջ նրա անունը անընդհատ շոշափվել է, բայց երևի թե աստղային ժամը հենց այս տարին էր եւ ցանկացած մրցույթ անկեղծ ասած, երբ մենք պատրաստվում ենք եւ Ալբերտը մեկնում է ցանկացած մրցույթի, ես միշտ ասում եմ, մի մտածի հաղթանակի մասին, դու միայն ու միայն մտածի քո աճի մասին, քո քայլերի մասին եւ քո այդ ներքին բավարարվածության եւ հաճույքի մասին, որը դու ստանում ես կանգնելով այդ բեմերին, որովհետեւ ամեն մի փորձություն, ամեն մի մրցույթ քեզ էլի տանում է մի քայլ առաջ։ Դու պիտի աշխատես ինքդ քեզ վրա, թե հաղթանակ կլինի դա, թե չի լինի, կարևոր չէ, որովհետեւ մենք արդեն կարծում եմ բազմաթիվ առիթներ ենք ունեցել տեսնելու եւ հասկանալու, որ միայն այն մարդիկ, ովքեր առաջին տեղը կամ Grand Prix-ն զբաղացնողները չեն, որ ունենում են իրենց տեղը երկարվեստում կամ երաժշտական ասպարեզում։ Այստեղ ամենակարևորը ոնց ես դու այդ խոսքը ասելու եւ ես այս տարի անչափ ուրախ եմ, որովհետեւ իր ասելիքը, տեսահոլովակը, երգը մի տեսակ sense այդ էներգիայի միաձուլումը ստացվել է եւ ես կարծում եմ շատ ազդեցիկ է։ Համենայն դեպս միշտ կամ փշակաղվում ես կամ հուզվում ես։ Բրավո լի։ Իսկապես բրավո ձեր կատարած համատեղ աշխատանքի համար, բայց այսքան խոսում ենք երեկվա էմոցիաների մասին, առաջարկում ենք նաեւ, որովհետեւ մեր գործընկերները երեք հետևել են ձեզ։ Ահա։ Տեսախցիկով եւ պատրաստել են տեսանյութ, որն առաջարկում ենք հիմա ընդմիջում որպես դիտել, վերադառնալու ենք եւ շարունակենք մեր զրույցը։ Բայց նաև ասենք, որ դիտելու ենք տեսահոլովակը, որը շատ հետաքրքիր է ու պետք է խնդրենք նաև պատմեք, թե ովքեր են եղել ստեղծողները նաև տեսահոլովակի։ Ես առաջարկում դիտենք տեսանյութը, վերադառնանք եւ այո, խոսենք այդ մասին։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, ցավոք շատ ժամանակ չունենք ուղիղ եթերում, ես կարծում եմ ամենակարևոր հարցը, որը որպես ամփոփիչ հարց մեր զրույցի պիտի ասենք, Ալբերտ, եւ հարց ուղենք քեզ։ Ինչի մասին է քո երգը։ Երգովս ցանկանում էի ասել իմ երազանքի մասին, որ երազանքին պետք է միշտ հավատալ, ցկտել, քանի որ ճանապարհին միշտ դժվարություններ են լինելու եւ չպետք է անձնվել, պետք է միշտ առաջ գնալ եւ հավատալ երազանքին։ Իմ երգը հենց դրա մասին է։ Բարության եւ լույսի, որը պետք է մարդու մեջ լինի եւ այն տարածի ամբողջ աշխարհով։ Ես էլ ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ այո, Brave Heart քաջ սիրտ է կոչվում մեր այս տվյալ եվրատեսիլի երգը, շնորհակալություն հայտնենք նաեւ Անիտա Հախվերդյանին, որը խոսքերի հեղինակն է։ Ինչպես նաեւ տեսահոլովակի հեղինակներին Գաղափարը Դավիթ Ծերունյանին, նաեւ Սուրեն Թադևոսյանին, օպերատոր եւ Արման Բերբերյանին, նրա թիմին, շնորհակալ ենք անչափ։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր ժամանակը մոտեցավ իր ավարտին։ Ամփոփենք եւ հրաժեշտ տանք հեռուստադիտողներին, մաղթելով հիանալի հանգստյան օրեր եւ իհարկե դիտելով վերջապես տեսահոլովակը։ Կհանդիպենք գալիք շաբաթ։ Հաջողություն։